Ռուսաստանը ինտենսիվ կերպով հարվածներ է հասցրել Կիևին։ Կիևի իշխանությունները հայտարարում են, որ որևէ կերպ, որևէ տարածք բանակցային գործընթացով չեն զիջելու։ 7 միլիոնից ավել զինծառայող ռուսական շարժվում է առաջ դեպի Կիև։ Ուկրաինական զինուժները հայտարարում են, որ օրական 1000-ից ավել զինծառայող է զոհվում ռուս սահմանին։ Պատկերացնում եք, ժողովուրդ, սա բավականին դաժան թվեր են։ Վլադիմիր Պուտինը 7 միլիոնանոց բանակ է ուղարկել, որպեսզի Կիևը գրավեն։ Դե բոլորս էլ պարզ հասկանում ենք, այո, այսպես ասած հրթիռային պատերազմը ավելի շատ, քան ցամաքային, բայց ամեն դեպքում ժողովուրդ ջան, միշտ էլ ցամաքային զորքը եղել է ամենակարևորը։ Եվ եթե լինենք անկեղծ, ոչ Ուկրաինան է հետ գնում, ոչ Ռուսաստանն է հետ գնում։ Վերջնական արդյունքում ինչ ա եղնելու, Վլադիմիր Զելենսկին իրավացի էր, ծանր եւ խայտառակ ձմեռ է սպասվում։